Հայաստանը հայտնվել է թուրքական դիվանագիտական թակարդում։ Փորձագետների բնորոշումն է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակի մասին։ Եթե նախկինում Թուրքիան եւ Ադրբեջանը հետաքրքրված էին Հայաստանի ընտրության արդյունքներով, բայց լռում էին, այժմ չեն լռում։ Ավելին, ակտիվ ներգրավված են։ Թուրքիան միշտ հետաքրքրվել է Հայաստանի ընտրություններով, բայց նախկինում եղել է пассив դիտորդի դերում, եւ երբ նայում ենք նախորդ փուլերի, սկսած 90-ականներից, թուրքական պահվածք եւ արձագանքը, ապա նրանք լուր արձանագրողի դերում էին Հայաստանում տեղի ունեցող եւ սպասվող իրադարձությունների հանդեպ։ Իսկ հիմա ձեռք են բերել գործելու ազատություն։ Թուրքիան միշտ ըստ անհրաժեշտության համադրում է կոշտ ուժը փափուկ ուժի հետ։ Սա է իրենց գործելավոճը։ Հայաստանում մտրական գործընթացներին ընդառաջ տեսնում ենք մեղմ մարտավարություն, որը փոխվելու է կոշտ միջամտության, նկատում են մասնագետները։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանի խոսքով ինքն անձամբ է սոցցանցերում գտել թուրքական հայալեզու էջեր, որտեղ իրականացվում է պրոթուրքական քարոզչություն։ Մենք ունենք արդեն արձանագրված օրինակներ, թե ոնց է Թուրքիան ուղիղ միջամտում Հայաստանի քաղաքական տեղեկատվական դաշտին, մասնավորապես արձանագրել մի քանի տասնյակ Facebook-յան էջեր հայալեզու, որոնք ամբողջությամբ գտնվում են թուրքական պետության վերահսկողության ներքո, ֆինանսավորվում են Թուրքիայից, եւ որոնք տարածում են պրոթուրքական թեզեր, օրինակ, որ կա Զանգեզուրի միջանց, որը հայերի համար բացառապես բարիք է եւ պետք է տալ, որ թուրքերը կարողանան տեղով անցնել։ Թուրքիայի եւ Ադրբեջանի գերնպատակը այժմ Թրիփը կամ Զանգեզուրի միջանցքը բացելն է, սակայն այն կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Սրա փոխարեն Հայաստանը անընդմեջ զիջումների է գնում, նշում է թուրքագետը։ Հայաստանը զիջում է թուրքական պահանջներով ներկայացված կամ պատրաստվում է զիջել կամ համաձայնվում է զիջել սահմանադրության հարցը փոխելու հարցը, ազգային սիմվոլիկա Արարատ լեռից հրաժարվելու հարցը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվության դադարեցում եւ այլ կարևոր հարցերում, եւ դրա դիմաց ստանում է անի պատմական կամուրջը համատեղ վերանորոգելու խոստում։ Սա կարելի է բանաձևել հետեւյալ կերպ. զիջում ես կարևորը, ձեռք ես բերում կոսմետիկը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է, Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը երբեք չի փոխվելու։ Պատերազմը նորից կպայթի, եթե լինի քաղաքական նպատակահարմարություն եւ հարմար պահ։ Անկախ նրանից Հայաստանում ով կընտրվի, ով չի ընտրվի, քաղաքականությունը չի փոխվել։ Այսինքն բարբերաբար լինելու է կոշտ ուժի եւ փափուկ ուժի համադրման փաստացի պատերազմ Հայաստանի դեմ, եւ վստահում եմ այսօր նա կարող է պատերազմ սկսել, եթե միջազգային ասեմ այսպես իրավիճակը թույլատրել։ Այսինքն դա բացառելը, պատրանքներով ապրելը կարծում կողմնակալի սխալ է։ Իրանագետ Արտյոմ Տոնոյանը հավելում է, Հայաստանը կիրառում է հարևան տերմինը, Ադրբեջանը չի դադարում Հայաստանին համարել թշնամի եւ կիրառում է հենց այդ եզրույթը։ Ըստ էության ինքը փոխում է մարդկանց գիտակցության մեջ քաղաքականությունը, որ վարում է հայրենիքի սահմանները, այսինքն ադրբեջանական հայրենիքի սահմանները իդեմս Հայաստանի Հանրապետության տարածքի։ Չկա Արցախի հանրապետությունը, չկա կոնֆլիկտային տարածք, պիտի ստեղծեն նոր կոնֆլիկտային տարածք թշնամակը պահպանելու համար։ Ավելին, ադրբեջանական քարտեզներում շարունակվում են փոխվել հայկական տեղանունները, կամ մեկ անուն Արևմտյան Ադրբեջան, իսկ մնացած տեղանունները կամ թարգմանված են, կամ աղճատված։ Նրանք հետևողականորեն օգտագործում են սահմանները բացելու խայծը զիջումներ կորզելու նպատակով։ Մանուշակ Մելքոնյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։